Գյուղատնտեսական եւ ագրովերամշակման բիզնես հիմնել կամ զարգացնել ցանկացող կանանց մասնակցությամբ ՀԲՄ կին ձեռներեցներ ծրագրի առաջին դասընթացն է։ Քրիստինեն մեղվաբույծ է, վայքում մեծ տնտեսություն ունի։ Եկել է խորացնելու ագրոբիզնեսի հմտությունները, քաղցր արտադրանքը գրավիչ ներկայացնելու եւ գնորդներին ճիշտ թիրախավորելու համար նաեւ ցանկանում է ավելացնել մեղվա ընտանիքների քանակը։ Այստեղ գալուց նպատակը այն է եղել, թե ինչպես կարողանամ շուկա դուրս գալ, ինչպես կարողանամ իմ բրենդը ավելի ներկայանալի դարձնել, ինչպես կարողանամ գտնել ճիշտ թիրախային լսարան եւ ինչպես կարողանամ շուկայում լինել մրցունակ։ Արդեն 9 տարի անցկացվող ծրագրին դիմել է ավելի քան 500 կին հանրապետության տարբեր անկյուններից։ Ագրոբիզնեսից բացի տեքստիլ արտադրության, ծառայությունների, ձեռագործ աշխատանքի եւ այլ ուղղություններով ընտրվել է շուրջ 120-ը, որոնք բաժանվել են 5 ոլորտային խմբերի։ Նրանց դասավանդում են առաջատար մասնագետներ։ Դասընթացին մասնակցում են ինչպես գաղափարի մակարդակում գտնվող, այնպես էլ արդեն կայացած բիզնես ունեցողները։ Մարդիկ գալիս են իրենց գործող բիզնեսով, սակայն ունեն ուղղորդման միգուցե կարիք եւ հստակեցվելու թե ինչ ուղղությամբ են գնում։ Սկսում ենք դրանից, ինչպես ունենք մարքեթինգի, վաճառքի դասընթացներ եւ նաեւ շատ մեծ բլոկ ունենք, որը վերաբերում է ֆինանսներին, որպեսզի կարողանան հստակ ֆինանսական հաշվարկներ կատարել, ինչպես նաեւ ունենք մի հատված, որը նվիրված է ռիսկերին, ինչպես ռիսկերը ճիշտ գնահատել եւ ինչպես կանխատեսումներ անել։ Մելինեն Ձորաղբյուրում իր աճեցրած միրգ բանջարեղենից այսպիսի չիփսեր, չրեր ու պաստեղներ է ստանում։ Այս տարի արտադրանքը արագ է սպառվել եւ հիմա մտադիր է մեծացնել արտադրության ծավալներն ու ընդլայնել վաճառքի աշխարհագրությունը, ինչի համար էլ դիմել է դասընթացին։ Մասնակցում եմ ծրագրին, որպեսզի ճանաչում ունենա իմ բրենդը, միջազգային շուկա դուրս գամ, գիտելիքներ ձեռք բերեմ մենթորների հետ։ Դասընթացավար Էմիլ Գևորգյանն առաջին հանդիպում քննարկումից հետո վստահեցնում է ծրագրով կազմված ճանապարհային քարտեզն ու գործողությունների պլանը կօգնեն կանանց սահմանել հստակ նպատակներ եւ ներգրավել ներդրողների։ Ինչ վերաբերվում է գաղափարներին, ապա նրա խոսքով դրանք դուրս են փոքր ընտանեկան բիզնեսի կոնցեպտից եւ ուղղված են մեր ժամանակների կարևոր խնդիրների լուծմանը։ Երկարաժամկետ տեսլականներ եւ առաքելություններ են սահմանում, որոնք ոչ միայն տնտեսական բարիք ստեղծելուն են ուղղված, այլ օրինակ բնապահպանական խնդիրների լուծմանն են ուղղված, առողջ սնունդ արտադրելուն, երեխաներին ավելի առողջ մթերքով ապահովելուն։ Այսինքն այստեղ շատ կարևոր է, որ կանանց երիտասարդ ձեռներեց կանանց շրջանում եւ ոչ միայն երիտասարդների շատ առաջնային է այդ գաղափարը, որի հետևից իրենք գնում են ագրոբիզնեսով զբաղվելու։ Եռամսյա դասընթացի վերջում մասնակիցները կգրեն բիզնես պլան, որից հետո կհանձնեն քննություն։ Համապատասխան բալեր հավաքելու դեպքում կանցնեն դրամաշնորհի փուլ, արդեն ժյուրիին ներկայացնելու իրենց գաղափարը, ստանալու ֆինանսական աջակցություն։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։